տեղիները։ Ինձ մեկ անգամ հարցրեցին, թե եկեղեցու դեմ էր, որ բանակի հոգևոր հովությունը փակեցին, ես ասացի հետևյալը, այդ քայլը եկեղեցու դեմ չէ։ Այդ քայլը հայ մարդու եւ ընդհանրապես բոլորիս դեմ է, որովհետեւ բանակում ծառայում են բոլորի տղաները։ Իմ տղան էլ է ծառայում, դաշնակցականի տղան էլ, քաղաքացիական պայմանագրի պատգամավորի տղան էլ, բոլորի տղաներն էլ ծառայում են եւ բանակը այն վայրն է, որտեղ քաղաքականություն չկա եւ անաչառ են մոտենում մեր հոգեվորականները, մոտեցել մեր հոգեվորականները իբրև իրենց եղբայրների եւ իբրև իրենց զավակների են մոտեցել։ Ուրեմն երբ որ դուրս են բերում օրինակ բանակի հոգևոր հովությունը, դա եկեղեցու դեմ չէ, մեր հոգևորականները, ովքեր որ ծառայում էին բանակում եւ հիմա դուրս են եկել, ելի իրենց ծառայությունը շարունակելու են բոլորին։ Նույնը, ես չգիտեմ, եթե արդեն խոսակցություններ են պատտվում բժշկական հաստատությունների վերաբերյալ, նույնը այնտեղ է, նորից բուժվում են, այսինքն բոլորն էլ կարող են հիվանդանալ, չէ՞։ Երբ որ մարդը առողջությունը կորցնում է, չեն հարցնում ինքը ինչ հայացքների տեր է։ Եվ բոլորն էլ աղոթում են։ Այս մասով որևէ մեկը չի կարող հակառակ բան ասել։ Եթե դուրս բերեն այնտեղից էլ, նշանակում է նորից ոչ թե եկեղեցու դեմ են։ Մենք փառքասը հոգևորականներս այդ խնդիրը չունենք։ Մեր աղոթելու տեղն է, որտեղ է լինի, մենք աղոթում ենք։ Հիմա տեսեք, այսօր անազատության մեջ են գտնվում 4 սրբազան հայրեր, իրենք աղոթում են, թե չեն աղոթում։ Մեզանից շատ են աղոթում։ Այսինքն այդ քայլերը, եթե մտածում են, որ եկեղեցու դեմ է, դա եկեղեցու դեմ չէ, այդքան նեղ չէ հարվածը, ամբողջ հայ ժողովրդի դեմ է։ Հիմա հարցրել են կարծիք, օրինակ եկեղեցու պատմություն առարկան, որ դպրոցից դուրս բերեցին, հարցրեցին կարծիք աշակերտների եւ հազարավոր աշակերտների եւ ուսուցիչների, բանակից դուրս բերելուց, հարցրեցին զինվորների եւ սպաների կարծիքը եւ այլն։ Այսինքն մենք ասում ենք մեր կարծիքը, որ դա ոչ թե եկեղեցու դեմ է, այլ հայ ժողովրդի դեմ է։ Շնորհակալություն ծառայություն։ Քրեական հետապնդում նախաձեռնվեց քննչական կոմիտեի կողմից եւ ըստ էության ստեղծվում է մի իրավիճակ, որ կաթողիկոսի գործողությունները իրավական ուզում են ընթացք ստանա։ Հիմա ստեղծվում է իրավիճակ, որ նա ցանկացած գործողություն իրավական ընթացք են ուզում որպես իրականացվի։ Հիմա ինչ է լինելու։ Ինչ դուք խնդիր եք տեսնում այս առումով եւ ինչ զարգացումներ կարող են լինել, որովհետեւ ասում են հաջորդը կաթողիկոսներ լինելու։ Այս մենք էլի ասել ենք, տեսեք, ցավի սիրտ որևէ բանից էլ չենք մենք զարմանում, այն որ մեր եպիսկոպոսները, գիտեմ, որոշում է կայացվել, քրեական գործ է հարուցվել, այս ամեն ինչը, որ ասում են քրեական գործ որոշում, մի տեսակ ծիծաղ ու ժպիտ է առաջացնում, որովհետեւ եկեղեցին միշտ իր ժողովները, Գերագույն հոգևոր խորհուրդ, եպիսկոպոսատ ժողովներ, տեղական ժողովներ արել է եւ երբևիցե այսպիսի բան չի եղել։ Այսինքն դա ասել ենք, ասում ենք, սահմանադրության խախտում է, դա օրենքների խախտում է, եկեղեցին անջատ է պետությունից իր նիստուկացով, կանոններով, օրենքներով, իր կանոնադրության առհասարակ։ Թե եպիսկոպոսատ ժողովից ինչու են այդքան անհանգստանում, վախենում, որ նման գործողություններ արουν, որ չկարողանան մեկնել։ Ես չեմ կարող ասել վախենում են, թե չեն վախենում, բայց որ կարևորում են բոլորը եպիսկոպոսատ ժողովը, դա փաստ է, եւ որ կարևորում են շատ լավ է, պիտի կարևորեն, բոլորն էլ պիտի կարևորեն, եւ դրանով իսկ ցույց են տալիս, ինչքան էլ բարձրաձայն, որ մենք չենք ընդունում այսպես ասած լեգիտիմ չէ այդ որոշումները, այս քայլով ցույց են տալիս, ովքեր որ ուզում են խոչընդոտել եպիսկոպոսատ ժողով այս քայլով ցույց են տալիս, որ այո, իրանք ընդունում են եւ վեհապար հայրապետի իշխանությունը եւ մեր եպիսկոպոսների, եպիսկոպոսատ ժողովի որոշումները, ինչը շատ լավ է եւ մեր ժողովուրդն սա տեսնում է։ Հեռավար կարող է անցկացվել։ Չեմ կարող ասել այդ հարցերին, մայրաթորը կանդրադառնա, հայտարարությամբ հանդես կգա եւ մենք բոլորս կտեսնենք։ Որևէ բան չի բացառվում։ Ներողություն, իսկ հավանական է, որ որոշում փոխվի եւ այնուամենայնիվ Հայաստանում անցկացվի եպիսկոպոսատ ժողովը, հաշվի առնելով այս ռեպրեսիաները։ Հստակ չեմ կարող պատասխանել,
բայց ի սկզբանե եպիսկոպոսատ ժողովը տեղափոխվեց Հայաստանից դուրս, Մայր աթոռն էլ հայտարարությամբ հանդես եկավ, որովհետև մտավախություն կար, վտանգ էին զգում։ Դրա համար որոշվեց, որ եպիսկոպոսատ ժողովը դուրսը պիտի արվի Ավստրիայում այս դեպքում։ Հիմա Հայաստանում կարվի թե չէ, ես քիչ հավանական եմ համարում։ Արո